Երևանի կիսամարաթոնի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում երթևեկը կանգ էր առել։ Երևանցիների մարզերից ու արտասահմանից ժամանած մարզասերների համար կիրակին վերածվել էր իսկական տոնի։ Վազորդներն առավոտյան 9-ից հավաքվել էին Շահումյանի անվան հրապարակում եւ սպասում էին իրենց հերթին, նախքան այդ տաքացնում էին մկանները։ Մեկնարկը տրվեց։ Տարբեր տարիքային խմբերի վազորդներ ուժերը չափեցին 4 տարբեր մրցատարածություններում՝ 21.1, 10, 2.1 եւ 1 կիլոմետր նախատեսված երեխաների համար։ Սկզբում պայքարի մեջ մտան 30 պարալիմպիկ մարզիկները։ Անկախ գրանցած արդյունքից հաշմանդամություն ունեցող բոլոր մարզիկներին հանձնվեցին ոսկե մեդալներ։ Մեդալը նվաճել, այո, բոլոր մասնակիցները հաշմանդամները նվաճեցին, շատ լավ էր, շատ լավ մարաթոն է։ Բավականին հաճելի մթնոլորտում։ Պայքար։ Երկրորդ տեղն եմ ես։ Կիսամարաթոնը առողջ ապրելակերպը քարոզելուց բացի ուներ նաև բարեգործական բնույթ։ 3 բարեգործական կազմակերպություններ մասնակցելով կիսամարաթոնին լսելի են դարձրել իրենց ձայնը տեղեկացրել բարեգործական ծրագրերի մասին։ Նպատակը եւ մարդկանց Երևանի բնակիչների մոտ առողջ ապրելակերպի մասին ավելի շատ պատմել եւ քարոզել։ Երկրորդը որպեսզի վազորդներին հնարավորություն տանք Երևանում մեծ վազքի մրցումների մասնակցել եւ երրորդը իհարկե որպեսզի սպորտային туриզմը զարգանա եւ արտասահմանից մասնակիցներ գան Հայաստան։ Միջազգային կիսամարաթոնն ուներ մեծ աշխարհագրություն, մասնակցեցին մոտ 1 տասնյակ առանձին թիմեր, 1000 մարզիկներ Հայաստանից եւ 30 այլ երկրներից։ Մոտ 1500 ատլետներ միաձայն հույս հայտնեցին, որ եկող տարի եւս կմասնակցեն այս միջոցառմանը։ Սկսեք վազել, իրականում տենց շատ լավ եղանակ է Երևանում վազելու համար, կլոր տարի կարող եք պարապել, որ ամռանը արդեն ֆորմայի մեջ լինեք, մի 4-5 ամսում կարաք սովորեք 21 վազել։ Կիսամարաթոնի 21 կիլոմետր մրցավազքի համար առաջին 3 տեղերը զբաղեցրած տղամարդիկ պարգևատրվեցին 1.750.000 եւ 500.000 դրամով։ Մրցատարածությունների բոլոր մասնակիցները անկախ արդյունքից ստացան մեդալներ ու նվերներ։ Մայրաքաղաքում սպորտային օրը երաժշտական համարների ներքո շարունակվեց մասնակիցների պարգևատրությունով։ Գրիգոր Ավետիսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։